Դասական մեխանիկայի դասընթացի 5-րդ դասախոսությունն է ողջույն բոլորին։ Ուրեմն այսօր կշարունակենք ազատության մեկ աստիճանով պահպանողական համակարգերի ուսումնասիրությունը։ Հիշեցնեմ, որ նայում ենք հետևյալ խնդիրը։ Ուրեմն վերնագիրը գրեմ ազատության մեկ աստիճանով համակարգեր։ Նայում ենք հետևյալ խնդիրը x 2 կետով հավասար է մինուս u'(x), որտեղ un ինչ-որ ֆունկցիա է, որի մասին ենթադրում ենք, որ գոնե երկու անգամ ածանցելի է, բայց բովարքությունը մեծ համանշանակություն չունի, այսինքն ամեն անգամ ենթադրելու ենք ածանցելիություն այնքան անգամ, ինչքան անհրաժեշտ է։ Ուրեմն սրա մասին մենք արդեն որոշ բաներ գիտենք։ Կարճ վերհիշենք, թե ինչ ենք ուսումնասիրել։ Ուրեմն եթե մեզ տրված է un, որին մենք ասում ենք պոտենցիալ էներգիա, ապա այս u-ի գրաֆիկին նայելով կարող ենք մոտավորապես կառուցել ֆազային կորերը։ Ուրեմն ստեղ ունենք երկրորդ կարգի հավասարում, որը բնականաբար համարժեք է x կետով հավասար է y կետով հավասար է մինուս u'(x) առաջի կարգի հավասարումների համակարգին։ Ու մենք գիտենք, որ բոլոր ֆազային կորերը կա էներգիայի պահպանման օրենք, որը ասում է, որ բոլոր ֆազային կորերը գտնվում են հետևյալ մակերևույթի վրա. 1/2 y քառակուսի գումարած ux-ը հավասար է y-ի։ Այս հավասարումը տալիս է մակերույթ չէ, երկչափ դեպքն է, տալիս է կոր հարթության վրա։ Մենք գիտենք, որ բոլոր ֆազային կորերը գտնվում են այս կորի վրա։ Նաև հասկացել ենք վերջին անգամ, որ եթե մենք նայում ենք պոտենցիալ էներգիայի մինիմումը, այս դեպքում կա երկու մինիմում, նախ մինիմումի համապատասխան կետերը հավասարակշռության կետեր են, այսինքն այդ կետից դուրս եկող լուծումը, եթե լուծումը դուրս է գալիս այս կետից ֆազային հարթության կամ այս ինքը միշտ մնում է տեղ հավասարակշռության կետերին, ու եթե դուրս են գալիս մոտ կետից, ապա մնում ենք մոտ այս կետերին, եթե սկզբնական պայմանը գտնվում է պոտենցիալ էներգիայի մինիմումին համապատասխանող կետերում։ Օրինակ, եթե վերցնենք սկզբնական էներգիան S մակարդակի վրա, ինչ պետք է անենք ֆազային կորը կառուցելու համար, պետք է գտնենք համապատասխան կետերը ստեղ, ու մեր ֆազային կորը կլինի այս տեսակ մի բան։ Անցյալ անգամ մենք ապացուցեցինք, որ եթե մինիմում է, ընդ որում երբ ասում ենք մինիմում, մենք միշտ ենթադրում ենք, որ չվերասերվող է, այսինքն երկրորդ ածանցյալը 0 չի։ Այսինքն եթե x-ին u-ի էքստրեմում է, այսինքն մինիմում կամ մաքսիմում, ապա միշտ ենթադրելու ենք, որ չվերասերվող է, այսինքն երկրորդ ածանցյալը հավասար չի 0-ի, կամ խիստ դրական է, կամ խիստ բացական, որը մասնավորապես նշանակում է, որ այդ կետը կլինի խիստ էքստրեմում։ Այսինքն ոչ թե այս կետում արժեք կլինի փոքր կամ հավասար կամ մեծ կամ հավասար, այլ կլինի խիստ փոքր կամ խիստ մեծ շրջակայքում գտնվող արժեքներից։ Մի ուրիշ բան էլ ենք հասկացել, որ եթե մենք նայում ենք մաքսիմումը, նախ մաքսիմում համապատասխանող կետերում մենք կայունություն չունենք, այսինքն եթե համապատասխանում ենք սրան համապատասխանող լուծումները, ոնց լինի E1, S2, ինչ է տեղի ունենում, մաքսիմումից հեռու կետերում տեղի ունենում մոտավորապես նույն բանը, բայց մաքսիմումի կետում պահվածքը մի քիչ այլ է։ Նախ ոնց որ մինիմումի դեպքում
Մաքսիմումի կետը նույնպես ֆազային կոր է, այսինքն եթել է հավասարակշռության կետ։ Մաքսիմումից հեռու կետերում պահվածքը նույնն է ինչ որ մնացած կորերի դեպքում, բայց մաքսիմումի շրջակայքում անհասկանալի պահեր կան։ Հարցը հետևյալն է, թե ինչ անկյան տակ են այս կորերը մոտենում ստացիոնար լուծմանը։ Ուրեմն ո՞րն է խնդիրը։ Մենք գիտենք, որ սա սահմանում է կոր հարթության վրա, բայց գիտենք նաև, որ կորը ողորկ է, եթե ամբացայի ձևով տրված հավասարման ֆունկցիայի գրադիենտը 0 չի։ Այսինքն, մի հատ վերհիշենք, ինչ է նշանակում կոր հարթության մեջ։ Կոր հարթության մեջ կարելի է տալ այս տեսքով f(x)-ը հավասար է 0-ի։ Ընդ որում գիտենք, որ եթե x0, y0 կետը, ուրեմն սրանով նշանակենք, ասենք, հարթության վրա գտնվող կետերը։ Եթե x0, y0-ն պատկանում է գամմային, ու միաժամանակ գիտենք, որ գրադիենտը 0 չի, հավասար չի 0,0-ի, ապա գամմայի փոքր x0, y0-ի փոքր շրջակայքում, ասենք սրանով դնենք p, եթե մենք վերցնենք բավականաչափ փոքր շրջան, p-ի շուրջ, ասենք դելտա շարժվող, ու հատենք գամմայի հետ, ապա սա կլինի ողորկ կոր։ Ուրեմն հարթության մեջ կորերը կարելի է տալ տարբեր ձևերով, օրինակ կարելի է տալ ամբացայի տեսքով, այսինքն վերցնում ենք ինչ-որ ֆունկցիա ու նայում ենք nxy կետերը, որտեղ fxy-ը հավասար է 0-ի։ Պարտադիր չի, որ այս կորը լինի ողորկ։ Օրինակ, եթե վերցնենք x քառակուսին հավասար է y խորանարդ, ապա այս կորը ոչ մեկը չի կարող սրան առանց կասկածելու ասել, որ ինքը ողորկ է, որովհետև ինչ է ստացվում, ստացվում է y հավասար է x-ի 2/3, այսինքն լինում է այս տեսակ մի բան։ Դժվար է այս կորը ողորկ անվանել 0-ի շրջակայքում։ Ինչի հետ է կապված է նրա հետ, որ այս ֆունկցիայի գրադիենտը, այս օրինակ էր, այս ֆունկցիան, որը հավասար է x քառակուսի հանած y խորանարդ, եթե այս հաշվում ենք գրադիենտը 0,0 կետում, ապա ինքը դառնում է 0։ Պարտադիր չի, որ գրադիենտը 0 լինելու դեպքում կորը ողորկ չլինի։ Օրինակ, եթե վերցնեմ x քառակուսին հավասար է, չէ, x խորանարդ հավասար է y խորանարդ, ինքը ողորկ կլինի։ Բայց բավարար պայման է, որ գրադիենտը 0 չլինի։ Հիմա նույն բանը տեղի լինում սրա հետ։ Վերցնենք պոտենցիալ էներգիայի կրիտիկական կետ, այսինքն ենթադրենք, որ u'(x)-ին հավասար է 0-ի։ Եթե մենք վերցնում ենք y-ի կետը, որը գտնվում է սրա վրա, այսինքն վերցնենք այնպիսի y, որը գտնվի սրա վրա։ Չէ, ներողություն, վերցնում ենք y հավասար է 0։ Վերցնում ենք 0, քսի 0 կետը։ Քսի 0 կետը, ու մեր ֆունկցիան որն էր, fxy-ը, այդ 1/2 y քառակուսի գումարած ու հանած ու x հանած y ֆունկցիան էր։ Հիմա ենթադրում ենք, որ քսի 0 կետը գտնվում է սրա վրա, այսինքն ու-ին հավասար է y-ի։ Ուրեմն այս մեր մակերևույթը ենթադրում ենք, որ ինքը պարունակում է քսի 0 կետը, որը նույնն է, որ ասեմ, որ ու-ին հավասար է y-ի։ Այսինքն վերցրել եմ պոտենցիալ էներգիայի ինչ որ մակարդակ ու վերցրել եմ համապատասխան քսի կետը։ Հիմա ենթադրում եմ, որ այդ քսի կետում հացանցալը ու-ի 0 է։ Այդ դեպքում ինչ կստացվի, եթե ես հաշվեմ f-ի գրադիենտը, գրադիենտ f-ը քսի 0 կետում,
Կստացվում է u շտրիխ քսի եւ ըստ y-ի որացանցում ստացվում է y, բայց վերցրել եմ 0 կետում, ստացվում է 0։ Քանի որ ես ենթադրել եմ, որ այս քսին ու-ի կրիտիկական կետ է, ստեղ ստացվում է 0,0։ Այսինքն, ի տարբերություն էներգիայի ոչ կրիտիկական մակարդակների, որտեղ միանգամից ստացվում է, որ կորերը, ֆազային կորերը այս հավասարումներով տրված, այսինքն ֆազային կորերը միշտ գտնվում են սրանց վրա, ֆազային կորերը ողորկ են։ Կրիտիկական արժեքներին համապատասխանող էներգիայի մասին նույն բանը չեն կարող ասել, այսինքն չեն կարող ասել այն կետերում, որտեղ գրադիենտը դառնում է 0, իսկ գրադիենտը դառնում է 0 հենց այս կետերում, հենց մաքսիմումի կետում։ Ու հարց է առաջանում նախ այս կորերը արդյոք ինչ որ ռեգուլյար ձևով են մոտենում սրան, ու եթե ռեգուլյար ձևով են մոտենում, այսինքն առանց տատանվելու, այսինքն ուղիղ են մոտենում, արդյոք կարող են գտնել շոշափող ուղիղները։ Նախ արդյոք նույն անկյան տակ են մտնում, որտեղ կարող է մեկը մի ձևով մտնի, մյուսը ուրիշ ձևով մտնի։ Արդյոք նույն անկյան տակ են մտնում եւ երկրորդը արդյոք հնարավոր է այդ անկյունները ինչ որ ձևով գտնել։ Ուզում եմ խնդիրը պարզ է, ինչ ենք ուզում հասկանալ։ Ուզում ենք հասկանալ էներգիայի կրիտիկական արժեքներին համապատասխանող մաքսիմումին համապատասխանող կետերում այս կետերը, այս կորերը միջալյուց անցյալ անգամ քննարկել են, կոչվում են բաժանարար կորեր, ինչ անկյան տակ են բաժանարար կորերը մոտենում ստացիոնար կետին։ Ուրեմն մեր խնդիրն է, ուրեմն խնդիր գտնել գտնել բաժանարար կորերին տարված շոշափողները, դե կարճ ասենք շոշափողները։ Բնականաբար ոչ մեկը չի երաշխավորում, որ դրանք կան, այսինքն եթե հարցը սպես է ձևակերպված, նախ պետք է հասկանալ կան թե չկան, ու եթե կան, ապա որոնք են դրանք։ Շատ լավ, հիմա փորձենք հասկանալ թե ինչ է տեղի ունենում։ Ուրեմն մենք ենթադրել ենք, որ կրիտիկական արժեքը չի վերասերվում, այսինքն երկրորդ տատանցիալը 0 չի, հետեւաբար, քանի որ մաքսիմումի կետ է, երկրորդ տատանցիալը պետք է լինի բացասական։ Ուրեմն գիտենք, որ երկրորդ տատանցիալը քսի կրիտիկական կետում բացասական է։ Հետևաբար կարող ենք գրել հետևյալ ներկայացումը ու-ի համար, ու x-ը հավասար է u-ն քսի կետում, որը հենց մեր y-ն է, այսինքն այս մեր էներգիան է, քանի որ դրան համապատասխան կորերի համար ենք մենք նայում։ Մենք նայում ենք այն կորերի համար, որոնք համապատասխանում են y կրիտիկական արժեքին։ Առաջի հատանցյալը 0 է, ստացվում է 1/2 ու 2 շտրիխ քսի x հանած քսի եւ գումարած փոքր o x հանած քսի քառակուսի։ Հիմա եթե մենք հույս ունենք լուծել խնդիրը ընդհանուր դեպքում, մենք պետք է կարողանանք լուծել գոնե մասնավոր դեպքում։ Մասնավոր դեպքը n-ը երբես փոքրոն չկա։ Այսինքն եկեք ենթադրենք փոքրոն չկա, գրենք մեր ֆազային կորերի տեսքը։ Այսինքն n կորերի տեսքը, որոնց վրա գտնվում են ֆազային կորերը։ Ինչ է ստացվում։ Ստացվում է 1/2 y քառակուսի գումարած ux։ Ux-ի փոխարեն ես դնելու եմ n ինչ որ ստացվել է s անդամը նետելուց հետո, ստացվում է այս y գումարած 1/2 ու 2 շտրիխ քսի x հանած քսի քառակուսի, ու ես պետք է հավասար լինի հենց մեր y-ին, քանի որ ես էր ասում ես էներգիայի պահպանման օրենքը։ Y-երը կրճատվում են, երկուսով են բազմապատկում, ստացվում է, որ y քառակուսին հավասար է մինուս ու 2 շտրիխ քսի անգամ x հանած քսի քառակուսի։ Այս հավասարումը հեշտությամբ լուծվում է։ Ստացվում է, որ y-ը պետք է հավասար լինի պլյուս կամ մինուս քառակուսի արմատ մինուս ու 2 շտրիխ քսի եւ բազմապատկած x հանած քսիով։
Այսինքն մենք ինչ ստացանք։ Մենք ստացանք երկու հատ ուղիղ։ Այսինքն մեր ֆազային կորերը գտնվում են այս երկու ուղիղների վրա։ Այդ ուղիղները անցնում են 0 քսի կետով եւ y-ների x-երի առանց կետ կազմում են անկյուն, որի տանգենսը հավասար է AS մեծությանը պլյուս կամ մինուս նշանով։ Այսինքն եզրակացությունը հետևյալն է. այս մեր կրիտիկական կետներ, երկու ուղիղ կա, որոնք սիմետրիկ են, x-երի առանցքի նկատմամբ նրանք անցնում են այս կրիտիկական կետով, ու այս, եթե այս անկյունը նշանակենք ալֆայով, այս քսի կետներ, տանգենս ալֆան հավասար է քառակուսի արմատ մինուս ու 2 շտրիխ քսի։ Այսինքն ես մեզ տալիս է առաջին միտքը, թե ինչ տեսք պետք է ունենան շոշափողները, այսինքն գոնե այն դեպքում, երբ քսի փոքր շրջակայքում ուն քառակուսային ֆունկցիա է, այսինքն կոնստանտ գնաց, ստեղ ես մոռացել եմ քառակուսին, ըստորեն x հանած քսի քառակուսի, այն դեպքում, երբ ֆունկցիան ունի այս ամենապարզ հնարավոր տեսքը, ապա շոշափողները սրանք են, մասնավորապես շոշափողները կազմում են ալֆա անկյուն, որի տանգենսը հավասար է սրան։ Հիմա հարց ոնց անենք ընդհանուր դեպքում։ Ենթադրենք այս բանը, այսինքն ենթադրենք թե այս կա, ոնց անենք ընդհանուր դեպքում, մեկ նայենք ընդհանուր դեպքը, ուրեմն ոնց կարող ենք խնդրին մոտենանք։ Օրինակ կարող ենք ասել հետևյալը. քանի որ ես չգիտեմ, թե այս կետում ինչ է տեղի ունենում, եկեք ես հաշվեմ, բայց մյուս կողմից ցանկացած ուրիշ կետում ես գիտեմ, որ այս կորը ողորկ է, եկեք հաշվենք շոշափողը մի ուրիշ կետում, որը մոտ է սրան, հետո անցնենք սահմանի, երբ այս կետը ձգտում է կրիտիկական ստացիոնար կետին։ Այսինքն մտահղացումը հետևյալն է, նայում ենք մեր կորը, որը տրված է 1/2 y քառակուսի գումարած fx-ը հավասար է y հավասարումով։ Ու ես ունեմ քսի 0, ինչի fx գրեցի, պետք էր գրել ux, ես ունեմ քսի 0 կետը, որը գտնվում է սրա վրա ու համապատասխանում է պոտենցիալ էներգիայի մաքսիմումին։ Այս հավասարում ես կարող եմ գրել հետևյալ ձևով, այս նույնն է, որ ասենք y-ը հավասար է պլյուս կամ մինուս fx, որտեղ fx-ը հետ ինչ էր, հետ քառակուսի արմատ 2 անգամ y հանած ux-ն էր։ Այսինքն ես նայում եմ կետեր, որոնք մոտ են սրան, բայց սրան հետ չեն համընկնում, այսինքն ցանկացած կետ, որը գտնվում է այս տեղերում։ Մեր fx ֆունկցիան հենց եթե վերցնում եմ դրական պլյուս նշանով, այսինքն քառակուսի արմատ եմ վերցրել fx-ից, մեր fx ֆունկցիան լինում է n մասը, որը գտնվում է x-երի առանցքից վերև, այսինքն սա է լինում մեր fx ֆունկցիան։ Հիմա եկեք հաշվենք որևէ կետում, որևէ x կետում, որը տարբեր է x-ից, ոնց են գտնում շոշափողը, պետք է հաշվենք կազանցյալը ու գրենք։ f'(x-ը f'(x-ը հավասար է, դրացանցում ենք, ինչ է ստացվում։ Ստացվում է մինուս, կստացվի 2 ու շտրիխ x-ը բաժանած 2 անգամ քառակուսի արմատ 2 y հանած x։ Այս հավասարման մեջ ես ուզում եմ ասել սահմանի, ուրեմն մեզ տալիս է շոշափող ուղի
եւ x-երի առանցքի հետ շոշափողի եւ x-երի առանցքի կազմածանկյան տանգենսը x կետում, որը մոտ է x-ին, ես ուզում եմ անցնեմ սահմանի, երբ x-ը ձգտում է x-ի։ Դրա համար մենք պետք է տեսնենք, թե քանի որ համարիչում համահայտարարում ստացվում է 0, պետք է տեսնենք ոնց է այս ֆունկցիա, որն է այս ֆունկցիաների պահվածքը։ Ուրեմն ինչ գիտեմ x-ի համար, x-ի համար արդեն գիտենք պահվածքը որն է, եկեք մի հատ էլ գրենք, ստացվում է x-ի, որը հավասար է y-ի, գումարած 1/2 ու 2 շտրիխ քսի x հանած քսի քառակուսի, գումարած փոքր o x հանած քսի քառակուսուց, իսկ u շտրիխ x-ի համար ինչ կարող եմ գրել, ստացվում է u շտրիխը քսի կետում, որը 0 է, այսինքն ստացվում է u 2 շտրիխ քսի անգամ x հանած քսի գումարած փոքր o x հանած քսիից։ Այս ամեն ինչը տեղադրում ենք սրա մեջ ու ստանում ենք, որ f շտրիխ x-ը հավասար է, երկուսները կրճատվում են, ստացվում է մինուս u շտրիխ x-ի փոխարեն դնում ենք u 2 շտրիխ քսի x հանած քսի գումարած փոքր o x հանած քսիից բաժանած ստացվում է քառակուսի արմատ, ուրեմն եկեք միանգամից տեսնենք ինչ է, տեսինք մի անգամ արդեն հաշվել ենք, ուրեմն y հանած ու x-ը ստացվում է այ սրանից հանած սա, այսինքն ստացվում է սա մինուս նշանով ու պետք է բազմապատկեմ երկուսով, այսինքն ստացվում է սա մինուս նշանով գումարած փոքր o։ Դա եկեք գրենք, ուրեմն ստացվում է մինուս ու 2 շտրիխ քսի x հանած քսի քառակուսի գումարած փոքր o x հանած քսի քառակուսուց։ Ստե արդեն հեշտ է անցնել սահմանի, կախված նրանից, թե x-ը մեծ է x-ից կամ փոքր է x-ից, եկեք նայենք այն դեպքը, երբ օրինակ x-ը մեծ է x-ից։ Երբ x-ը մեծ է x-ից, ուրեմն սա հավասար է, հանում եմ ընդհանուր հայտարարում այս ամբողջ արտահայտությունը, նկատում եմ, որ մինուս ու 2 շտրիխ քսին այս սրա հետ կրճատվում է ու համարիչում մնում է քառակուսի արմատ մինուս ու 2 շտրիխ քսի, ստացվում է ուրեմն քառակուսի արմատ մինուս ու 2 շտրիխ քսի, ինչ ունեի համարիչում, x հանած քսին հանում եմ ընդհանուր, ստացվում է անգամ 1 գումարած փոքր o 1-ից և բաժանած, նույն բանը անում եմ հայտարարում, x հանած քսի քառակուսին եմ հանում ընդհանուր, արմատի նշանից դուրս եմ հանում ենթադրելով, որ x-ը մեծ է x-ից, ստացվում է x հանած քսի ու քառակուսի արմատի տակ մնում է 1 գումարած փոքր o 1-ից։ Ստե արդեն x հանած քսին կարող եմ կրճատել ու անցնել սահմանի, այս բնականաբար ձգտում է քառակուսի արմատ մինուս ու 2 շտրիխ քսի։ Այսինքն, եթե ես մոտենում եմ իմ կորին կրիտիկական կետին աջից, ստացվում է նույն արժեքը, ինչ որ քառակուսային դեպքում։ Իսկ եթե ես մոտենայի ձախից, մի հատ մինուս կավելանար դիմացը, որը լրիվ բնական է, այս մյուս ուղեղն է։ Այսինքն մենք ցույց տվեցինք, որ անկյուն կազմածանկյան տանգենսը հավասար է սրան, այսինքն կորերը մոտենում են կրիտիկական կետին ռեգուլար ձևով ու շոշափողողները ձգտում են ինչ-որ սահմանային շոշափողողի, որը տրվում է հետևյալ հավասարմամբ, y-ը հավասար է ուրեմն քսի գումարած կամ հանած քառակուսի արմատ մինուս ու 2 շտրիխ քսի, մի րոպե, ոչ թե քսի, այլ ընդհանրապես ոչ մի բան 0 x հանած քսի։ Քսի կետում բանը հավասար է 0-ի, արժեքը հավասար է 0-ի։ Վերջ սրանով լուծումն ավարտվում է։ Արդյոք կան հարցեր սրա մասին։ Շատ լավ,
Եթե չկան հարցներ, անցնենք հաջորդ հարցին։ Ուրեմն, մի հատ նորից վերադառնանք պոտենցիալ էներգիայի մինիմումին։ Ուրեմն գիտենք, որ պոտենցիալ էներգիայի մինիմումի շրջակայքում ֆազային կորերը փակ են, ենթադրենք ունենք մինիմում, ֆազային կորերը փակ են, ու սենց ընկած են մեկը մյուսի մեջ։ Մասնավորապես, եթե մեր սկզբնական կետը մոտենում է այս կետին, ստացիոնար լուծմանը, այս բոլոր կորերը կամաց-կամաց մոտենում են ու վերջ-վերջո համընկնում են այս ստացիոնար, չեն համընկնում, ձգտում են այս ստացիոնար կետին։ Մասնավորապես, սրանց համապատասխանող լուծումները պարբերական են։ Մենք արդեն գտել ենք պարբերությունը։ Ճիշտ է, եթե մենք ունենք ինչ-որ E էներգիա սկզբնական, որը մեծ է E0-ից, որը U-ի մինիմումն է, կարող մի քանի մինիմում է, ապա ինչ պետք է անենք պարբերությունը գտնելու համար, նախ պետք է լուծենք UX-ը հավասար է E հավասարումը, որպեսզի գտնենք երկու լուծում, x պլյուս E, դրանք տալիս են այս երկու կետերը x մինուս և x պլյուս, այդ դեպքում պարբերությունը, այդ E էներգիային համապատասխանող լուծման պարբերությունը ինչի էր հավասար, հավասար էր երկու անգամ ինտեգրալ x մինուս E-ից x պլյուս E dx բաժանած քառակուսի արմատ երկու անգամ E հանած UX։ Ես ճիշտ սկսեցի կասկածել, թե արդյոք այս բանաձևը մենք նախորդ անգամ գրել ենք։ Չի բացառում, որ այս բանաձևը գրել ենք։ Հա, շատ լավ։ Այսինքն մենք գիտենք արդեն պարբերությունը։ Հիմա հարց է առաջանում, արդյոք այս պարբերությունը ձգտում է 0-ի, երբ էներգիան ձգտում է մինիմումին, թե ինքը մնում է ինչ-որ մի դրական տիպ, կամ կարող է ձգտում է, այսինքն դժվար թե ձգտի անսահմանության, քիչ հավանական է, չնայած մոտենալով ստացիոնար կետին շարժումը դանդաղում է, կարող է հանկարծ անսահմանության ձգտի, այսինքն արդյոք գոյություն ունի սահման, ու եթե գոյություն ունի, ապա ինչի է հավասար այդ սահմանը։ Ուրեմն մեր հաջորդ խնդիրն է, ուրեմն գտնել խնդիր, գտնել լուծումների պարբերությունը, այն որ իրանք պարբերական են, մենք արդեն տեսել ենք պարբերությունը, երբ էներգիան ձգտում է պոտենցիալի մինիմալ արժեքի։ Մինիմալ, բնականաբար նկատի ունեմ լոկալ։ Մի քիչ ձևակերպումը լավ չստացվեց, բայց հուսով եմ հասկանալի ինչ նկատի ունեմ։ Այսինքն վերցնում ենք պոտենցիալ էներգիայի մինիմում, լոկալ մինիմում, նայում ենք համապատասխան E0 էներգիան ու հարցը հետևյալն է, ինչի են ձգտում լուծումների պարբերությունը, երբ E-ն ձգտում է E0-ի։ Հիմա նորից անենք այն, ինչ որ մենք արեցինք այս նախորդ խնդրում, այսինքն ենթադրենք, թե մեր ունի քառակուսային ֆունկցիա է, այսինքն ենթադրում ենք, որ UX-ը հավասար է UX-ի գումարած 1/2, սա պետք է գրեմ U2 երկրորդ ածանցալ,
ու 2 շտրիխ քսի բազմապատկած x հանած քսի քառակուսի։ Ընդ որում այս դեպքում, քանի որ ես նայում եմ մինիմում ու 2 շտրիխ քսին պետք է լինի մեծ 0-ից։ Հիմա ուրեմն ես ունեմ պոտենցիալի մինիմումի համապատասխանող էներգիա, այդ E0-ն է, որը հավասար է ուքսի։ Ես ուզում եմ նայել E-ի այնպիսի արժեքներ, որոնք մեծ են E0-ից, բայց բավականաչափ փոքր են, այսինքն ես հաստատ գիտեմ, որ այդ արժեքների համար իմ լուծումները պարբերական են։ Դե եկեք ասենք մենք բանաձևը ունենք, դե փորձենք տեղադրել, տեսնել ինչ է ստացվում։ Ուրեմն նախ պետք է լուծենք այս հավասարումը, UX հավասար է E հավասարումը, ինչ է ստացվում, ուրեմն UX հավասար է E-ի, այդ նույնն է, որ ասենք 1/2 ու 2 շտրիխ քսի x հանած քսի քառակուսին հավասար է E հանած E0-ի, որտեղ սա մեր E0-ն էր, տարանք աճ մաս, ստացվեց E հանած E0 ու ստացանք այս հավասարումը։ Դե այս հավասարումը բնականաբար հեշտ է լուծել, ստացվում է, որ x-ը երկու լուծում ունի, x պլյուս և x մինուս, E արժեքից կախված, հավասար է քսի, գումարած ինչ-որ մի թիվ, պարզե որ այդ լուծումները կլինեն քսի շրջակայքում, այսինքն ոնց որ թե ամեն ինչ նորմալ է, ստացվում է գումարած կամ հանած, ուրեմն բազմապատկում ենք 2-ով բաժանում ենք u2 շտրիխի, ստացվում է քառակուսի արմատ, 2 անգամ E հանած E0 բաժանած ու 2 շտրիխ քսի։ Մեզ մեր երկու լուծումներն են, տեղադրում ենք t-ի հավասարման մեջ, t-ն հավասար է 2 անգամ, ինտեգրալ, գրենք x մինուսից x պլյուս, dx, 2 անգամ E հանած ու x-ը, ինչ է ստացվում, ուրեմն E հանած ու x, պետք է E-ից անեմ այս ամբողջը, այսինքն ստացվում է 2 անգամ E հանած E0 հանած 1/2 ու 2 շտրիխ քսի x հանած քսի քառակուսի։ Վարագիծ փակել։ Ուրեմն եկեք բանի տակ փաղաքիցը բացեմ ու 2 շտրիխ քսին հանեմ ընդհանուր։ Ստացվում է 2 անգամ ինտեգրալ x մինուսից x պլյուս dx բաժանած, ուրեմն փաղաքձերը բացում եմ ու 2 շտրիխը անում եմ ընդհանուր, ստացվում է քառակուսի արմատ ու 2 շտրիխ կախված քսիից, ինչ է մնում արմատի տակ, ուրեմն 2 անգամ E հանած E0, այդ ստեղից եկող անդամն է, 2 անգամ E հանած E0, այս երկուսը, որ սրանով բազմապատկում եմ, այս 1/2-ը վերանում է, ու շտրիխ քսին էլ հանել եմ ընդհանուր, նշանակում է ինքը պետք է գա սրա տակ։ Ու 2 շտրիխ քսի և հանած x հանած քսի քառակուսի։ Հիմա ստեղ անենք փոփոխականի փոխարինում, տպավորություն է, որ լավ տեսնենք ինչ է ստացվում, փոփոխականի փոխարինում անենք, ուրեմն x հանած քսին նշանակենք, այ մի քիչ սրան ենք նայում, x հանած քսին նշանակում ենք AS մեծություն անգամ S։ Եկեք սրա անունը մի բան դնենք, որ ամեն անգամ այսքան երկար չգրեմ, եկեք սրա անուն դնենք, չգիտեմ, A։ Այսինքն անում եմ փոփոխականի փոխարինում, x-ը հավասար է
X-ի գումարած A անգամ S։ Մեծ փոփոխականի փոխարին որ անում եմ, նախ սահմանները ուր են գնում։ Սահմանները ստեղից էին x մինուսից x պլյուս, այսինքն S-ը կփոխվի մինուս 1-ից 1։ Ճիշտ է, որտեվ պետք է ստացվի x-ի հանած A, x-ի գումարած A, որովհետեւ այդ ստացվի S-ը կփոխվի մինուս 1-ից 1։ Այսինքն ստացվում է երկու անգամ ինտեգրալ մինուս 1-ից 1 dx-ը դառնում է A անգամ ds բաժանած քառակուսի արմատ ու 2 շտրիխ x-ի, կարող է իհարկե ինտեգրալից դուրս գրել, ստացվում է քառակուսի արմատ n ինչ որ գրված է ստեղ այդ a քառակուսին է, կստացվի a քառակուսի եւ հանած x հանած x-ի քառակուսին ստացվում է a քառակուսի s։ Ան հանում ենք ընդհանուր վերևի a-ի հետ կրճատվում է, ստացվում է 2-ը բաժանած քառակուսի արմատ ու 2 շտրիխ x-ի, ստեղ մնում է ինտեգրալ մինուս 1-ից 1 ds-ը բաժանած քառակուսի արմատ 1 հանած s քառակուսի։ Այս ինտեգրալը հեշտությամբ հաշվում ենք հավասար է pi։ Այսինքն ստացվեց 2 պին բաժանած քառակուսի արմատ ու 2 շտրիխ x-ի։ Այսինքն այն դեպքում, երբ ֆունկցիան ունի այն պարզ տեսքը կրիտիկական կետի շրջակայքում, երբ ֆունկցիա ունի այդ պարզ տեսքը կրիտիկական կետի շրջակայքում, պարբերությունը ընդհանրապես հաստատուն է, կախված չի հետագծից, որտեղ բոլորի համար ստացանք այս նույն բանը։ Հիմա ենթադրությունը այն է, որ եթե այս տեսքը չունի, ապա պարբերությունը նույնը չի լինի, բայց ինչքան մոտենում ենք այդ կրիտիկական կետին, այնքան մենք մոտենալու ենք այս արժեքին։ Ու շատ հաճախ խնդիրներ լուծելիս այս տեսակ մոտարկումները արդեն իսկ տալիս են ճիշտ արժեքը։ Այսինքն երբեմն մենք չենք հիմնավորելու, այսինքն կոնկրետ այս դեպքում հիմա կհիմնավորենք, բայց շատ դեպքերում չենք հիմնավորելու, ասելու ենք մոտավորապես պես է ստացվում։ Բայց դրա հիմնավորումը նախ կարևոր է, երկրորդը պետք է իմանալ ոնց անել։ Ուրեմն, այս դեպքում, որպեսզի հիմնավորենք, մեզ ինչ է պետք անել։ Մեզ պետք է հաշվել այս ինտեգրալը, որտեղ ստեղ կա մնացորդային անդամ։ Հիմա այս դեպքերի համար կա մի արդյունք, որը կոչվում է Մորսի լեմ, որը ասում է հետևյալը։ Ուրեմն Մորսի լեմ, այս անգամ մենք ծայրի ծայր կհիմնավորենք ամեն ինչ, չեմ կարող խոստանալ, որ միշտ այդ տեսակ կլինի։ Ուրեմն ինչ է ասում Մորսի լեմը։ Մորսի լեմը ասում է հետևյալը, որ եթե ես ունեմ ֆունկցիա, որը երկու անգամ ածանցելի է, արդյունքը լոկալ է, այսինքն երկու անգամ ածանցելիությունը մեզ պետք է միայն չէ, 3 անգամ պետք է ածանցելի։ Ածանցելիությունը պետք է միայն ինչ-որ կետի փոքր շրջակայքում։ Ես ենթադրում եմ, որ ու շտրիխ x-ին հավասար է 0-ի և ու 2 շտրիխ x-ին հավասար չէ 0-ի, քանի որ մենք նայում ենք այն դեպքը, երբ ինքը մեծ է 0-ից, ենթադրենք, որ մեծ է 0-ից։ Ոչ մի նշանակություն չունի, որտեղ ուն կփոխենք մինուս ու-ով կստացվի այդ դեպքը, եթե ինքը փոքր է 0-ից։ Եթե ունենք այս տեսակ ֆունկցիա, ապա x-ի կետի շրջակայքում կարող ենք անել փոփոխականի փոխարինում։ Մաթեմատիկական տեսակետից մենք կարող ենք ասել հետևյալը, որ գոյություն ունի դելտա և գոյություն ունի j ֆունկցիա, որը լինի անընդհատ մինուս դելտա բաց միջակայքի վրա, այնպես որ j-ն 0 կետում
Ներքին առանձին բանաձև գրենք ժ-ն 0 կետում հավասար է x-ի, ժ-ի ածանցալը 0 կետում մի արժեք գրեմ, հետո փորձենք հասկանալ, թե որտեղից է այդ գալիս, քառակուսի արմատ ու 2 շտրիխ քսի, եւ եթե ու-ի մեջ տեղադրում եմ jy, այսինքն ում ֆունկցիա էր x-ից, ես հիմա x-ի փոխարեն տեղադրում եմ jy, այսինքն անում եմ փոփոխականի փոխարինում, ստացվում է հետևյալը, ստանում եմ ու-ի արժեքը քսի կետում, գումարած 1/2 y քառակուսի։ Հասկանանք որտեղից են այս բաները գալիս։ Այսինքն ես ունեմ ֆունկցիա, որի համար գիտեմ հետևյալը, որ ինքը ունի քսի կետում լոկալ մինիմում, ընդ որում չվերասերվող, այսինքն երկրորդ ածանցալը մեծ է 0-ից։ Կարող է լինել նաև լոկալ մաքսիմում, էլի նույն բանը կստացվեր, ինչ որ տեղեր նշաններ կփոխվեին։ Հիմա պնդում հետևյալն է, որ քսի փոքր շրջակայքում ես կարող եմ նոր կոորդինատներ ներմուծել, այսինքն x-ը փոխարինեմ jy-ով, այնպես որ j-ի համար ինչ որ պայմաններ ունեմ, ու եթե փոխարինում եմ, ապա ֆունկցիան ստանում է ամենապարզ հնարավոր տեսքը x-ի գումարած 1/2 y քառակուսի։ Եկեք մի հատ գրենք, թե այս ինչ է նշանակում, x-ը հավասար է x-ի գումարած ածանցալը 0 է 1/2 ու 2 շտրիխ քսի x հանած քսի քառակուսի գումարած մնացորդային անդամ։ Մենտեդրենք մնացորդային անդամը չկա ու ես փորձում եմ այս փոփոխականի փոխարինում անել։ Ինչ եմ ուզում եմ, որ նոր կոորդինատները փոխվեն 0-ի շրջակայքում, այսինքն ասում եմ եկեք գծային փոխարինում անենք, ասենք որ x հանած քսին հավասար է ալֆա անգամ y, կամ նույնն է, որ ասեմ x-ը հավասար է քսի գումարած ալֆա y։ Այսինքն այս մեր j ֆունկցիան է այս դեպքում։ Այդ դեպքում ինչ եմ ուզում, նախ հաշվենք ածանցալը, նախ j-ն 0 կետում բնականաբար հավասար կլինի քսի, հենց այդ տեսակ էի ընտրել, j-ի ածանցալը 0 կետում հավասար է ալֆայի, ալֆան դեռ պետք է պարզապես 0 չլինի, որպեսզի ես լինի փոփոխականի փոխարինում, ես ուզում եմ նաև, որ ու jy-ը հավասար լինի այն ինչ որ գրված է։ ու jy-ը, այսինքն ստացվում է ու քսի գումարած ալֆա y, ես ինչի հավասար, նայում եմ այս բանաձևին, որտեղ տեղադրում եմ քսի գումարած ալֆա y, ստացվում է ու քսի գումարած 1/2, եկեք ուրիշ տեղ դնեմ այս, 1/2 ու 2 շտրիխ քսի, ուրեմն x կանած քսին հավասար է ալֆա y, այսինքն ստացվում է ալֆա քառակուսի y քառակուսի գումարած դե մնացած ինչի է հետաքրքրում։ Հիմա այս ինչ եմ ուզում եմ, որ սա հավասար լինի 1-ի։ Այդ դեպքում ում կունենա այն տեսքը, ինչ որ ես ուզում եմ, երբ է հավասար 1-ի, երբ ալֆան հավասար է 1-ը բաժանած քառակուսի արմատ ու 2 շտրիխ քսի։ Այսինքն այն ինչ որ գրված էր ստեղ։ Եթե ուն քառակուսային ֆունկցիա է, հաստատուն գումարած քառակուսային ֆունկցիա, ապա փոփոխականի գծային փոխարինումով ես կարող եմ իմ ու ֆունկցիան բերել այս ամենապարզ տեսքի։ Այսինքն ինքը արդեն իսկ պարզ էր կան, որ քառակուսային էր։ Մորսի լեմը ասում է, որ դե ընդհանուր դեպքում բնականաբար գծային փոխարինումով չի լինի, քանի որ հակառակ դեպքում ունել կլներ քառակուսային, ու Մորսի լեմը ասում է, որ գոյություն ունի այդ տեսակ ֆունկցիա, որը տալիս է այս ներկայացումը ու-ի համար։ Եկեք հիմա ապացուցենք Մորսի լեմմա, ապացույց։
Ա, Նախ երկու բան։ Կարող ենք ենթադրել, որ x-ին հավասար է 0-ի եւ կարող ենք նաեւ ենթադրել, որ y-ն էլ է հավասար 0-ի, որտեղ պարզապես փոփոխականի փոխարինումներ ենք անում, այդ ստանում ենք։ Այսինքն եկեք ենթադրենք, որ այս պայմանը կա, առաջարկում եմ ինքնուրույն տեսնել, թե ինչ է պետք անել ընդհանուր դեպքում, բայց ապացույցը մի տող է։ Ուրեմն այս դեպքում ինչ կարող ենք գրել։ Կարող ենք գրել, որ ux-ը հավասար է y-ն հավասար է 0-ի, այսինքն արժեքը y-ն, մի րոպե, y-ն ընդհանրապես տեղ չունենք, այստեղ y-ն հենց x-ին էր։ X-ին հավասար է 0-ի։ Այդ դեպքում ux-ը հավասար է, այս արդեն հերիք չի գրել փոքր o x քառակուսուց, այս պետք է կոնկրետ ներկայացումը ու-ի։ Դրա համար գրենք, որ ux հավասար է ux հանած ու 0, քանի որ 0 կետում արժեքը 0 է։ Սա ես կարող եմ գրել հետևյալ տեսքով, ինտեգրալ 0-ից 1, այսինքն ինչ որ անում եմ հիմա Թեյլորի բանաձևի ապացույցն է իրականում, բայց եկեք վերհիշենք։ Ուրեմն հացանցալ ըստ t-ի ու tx dt։ Երբ t-ն հավասար է 1-ից ստանում եմ ux, երբ t-ն հավասար է 0-ից ստանում եմ u0։ Ստացվում է ինտեգրալ 0-ից 1 ու շտրիխ dx անգամ x, որը կարող եմ ստեղ գրել, քանի որ t-ից կախված չի dt։ Հիմա ես ուզում եմ անել մասերով ինտեգրում։ Եկեք նախապատրաստենք, ուրեմն ստեղ ես գրում եմ -x ինտեգրալ 0-ից 1 ու շտրիխ dx եւ d 1 հանած t։ Պարզ է, չէ՞, ինչ նկատի ունեմ։ Դա սովորական մասերով ինտեգրում է։ Ստացվում է -x-ը թողնում ենք, ինտեգրում ենք մասերով ու շտրիխ dx 1 հանած t, պետք է վերցնեմ t-ն 0-ից մինչև 1 եւ հանած ստացվում է ինտեգրալ 0-ից 1 1 հանած t եւ պետք է հացանցեմ ու շտրիխ tx ֆունկցիան, ստացվում է շնորհ չգրեցի ստացվում է ու 2 շտրիխ tx ու մի հատ էլ անգամ x dt։ Մենայնք ստեղ ինչ ես ասում, երբ t-ն հավասար է 1-ի, այս անդամն է դառնում 0, երբ t-ն հավասար է 0-ի, ստանում եմ ու շտրիխը 0 կետում, որը ըստ ենթադրության հավասար է 0-ի։ Ու շտրիխը 0 կետում հավասար է 0-ի։ Այսինքն այս անդամը դառնում է 0, ստեղ ինչ է մնում, ստեղ մի հատ մինուս ստեղ ունեի, մի հատ մինուս ստեղ ունեի, ստեղ ունեմ x, ստեղ ունեմ մի հատ ուրիշ x, այսինքն ստացվում է x քառակուսի հավասար է x քառակուսի, մնացածը ինտեգրալի տակ է, ինտեգրալ 0-ից 1 ու շտրիխ tx 1 հանած t dt։ Ուրեմն s մեր ux-ն էր, մենք սկսել էինք ux-ից, ստացանք սա։ S ընդամենը Թեյլորի բանաձևն է երկրորդ կարգի։ Հիմա ես ինչ եմ ուզում, ուզում եմ ես x-ի փոխարեն տեղադրեմ մի jy ֆունկցիա, ուզում ենք, որ ու jy-ը, որը հավասար է jy քառակուսի ինտեգրալ 0-ից 1 այս ամեն ինչը ու շտրիխ t jy 1 հանած t dt, որ սա ինչ տա, սա պետք է տա ու-ի արժեքը 0 կետում, այսինքն 0, պետք է սա հավասար լինի 1 երկրորդ y քառակուսու։ Հիմա, այս պետք է ճիշտ լինի փոքր y-ների համար։ Հիմա փոքր y-ների համար, մի քիչ որ նայում ենք այս բանաձևին, մենք տեսնում ենք, որ նախ սա դրական թիվ է փոքր y-ների համար, որովհետև ու-ի ստեղ առաջի հացանցյալից ստեղ երկրորդ հացանցյալ է, սա երկրորդ հացանցյալ է, ամստեղ, ամստեղ։ Y-ի փոքր արժեքների դեպքում սա դրական թիվ է, սրա ինտեգրալն էլ դրական է, այսինքն համաճ ձախ մասն է դրական, համաշ մասն է դրական։ Մի քիչ որ նայում ենք այս բանը, մենք հասկանում ենք, որ այս բանը տեղի կունենա,
ցանկացած y-ի համար, որը փոքր է 1-ից, որը մոտ է 0-ին, սա տեղի կունենա այն եւ միայն այն դեպքում, այսինքն մեզ նույնիսկ մի ուղղությամբ է հերիք։ Մենք ասում ենք, որ մեզ անհրաժեշտ պայման չի, մեզ բավարար պայման է։ Սա տեղի կունենա, հաստատ տեղի կունենա, եթե գտնեմ այնպիսի j-y ֆունկցիա, որ երկու j-y, մի խոսքով քառակուսի արմատ եմ հանում, երկու անգամ ինտեգրալ 0-ից 1 ու 2 շտրիխ dy, 1 հանած t dt, այս ամեն ինչի 1/2 աստիճանը, ստեղ իրականում ու ty չէր, ստեղ ու tjy էր, այս ամեն ինչը հավասար լինի y-ի, փոքր y-ների դեպքում։ Այսինքն, եթե սա ունեմ, քառակուսի բարձրացնեմ, կստանամ սա։ Բայց այն ինչ որ գրած է ստեղ, ես կարող եմ ասել հետևյալ տեսքով. Եթե ես ներմուծեմ f, ասենք z ֆունկցիան, որը նույնն է ինչ որ գրված է ձախ մասում, բայց j-ը փոխարինում եմ z-ով, z, երկու անգամ ինտեգրալ 0-ից 1 ու 2 շտրիխ dz, 1 հանած t dt, այս ամեն ինչը 1/2, ապա այն ինչ որ գրված է ստեղ, այդ նույնն է, որ գտնել այնպիսի z, որ fz-ը հավասար լինի y, այսինքն գտնել fz ֆունկցիայի հակադարձը։ Այդ է գրված ստեղ։ Ես փնտրում եմ j-y ֆունկցիա, այնպես որ եթե j-ը տեղադրեմ այս f-ի մեջ, ստանամ y, այսինքն ես փնտրում եմ f ֆունկցիայի հակադարձը։ Ընդ որում փնտրում եմ փոքր y-ների համար։ Ոնց են ֆունկցիայի հակադարձը գտնում փոքր տիրույթներում, պետք է օգտագործել հակադարձ ֆունկցիայի թեորեմը։ Ինչ է ասում հակադարձ ֆունկցիայի թեորեմը։ Ասում որ եթե ածանցալը 0 չի, ապա ֆունկցիան ունի հակադարձ։ Դե փորձենք տեսնենք ինչի է հավասար։ Ուրեմն f0-ն հավասար է 0-ի, f'-ը 0 կետում, ուրեմն ստեղ տեսնում ենք, որ մեզ իրոք երրորդ ածանցալն է պետք, որպեսզի երկար չմտածենք, ոնց ենք այս բանը ածանցում, բայց այս բարդ բանաձևը ածանցելու կարիք չունենք, քանի որ երբ սա ենք ածանցում, վերցնում ենք z հավասար 0-ի, սա 0 է։ Դե իսկ եթե սա ենք ածանցում, 0 կետում ստացվում է ինչ, ստացվում է այս ամեն ինչը 0-ում, այսինքն ստացվում է հավասար է երկու անգամ ինտեգրալ 0-ից 1 ու 2 շտրիխը 0 կետում 1 հանած t dt ու այս ամեն ինչը 1/2։ Հեշտությամբ հաշվում ենք այս ստացվում է քառակուսի արմատ ու 2 շտրիխը 0 կետում ու հակադարձ ֆունկցիայի թեորեմը, ուրեմն օգտագործում ենք հակադարձ ֆունկցիայի թեորեմը, ու եզրակացնում ենք, որ f-ը 0-ի փոքր շրջակայքում ունի հակադարձ։ F-ն ունի հակադարձ։ Հակադարձ ֆունկցիա։ Այդ հակադարձ ֆունկցիան ես կնշանակեմ j-ով, ուրեմն j-ն գործում է 0-ի փոքր շրջակայքում, արժեքները ընդունում է հեռում, նենց որ f j-y-ը հավասար է y-ի։ Բացի դրանից ես կարող եմ ասել ինչի հավասար f-ի ածանցալը j-ի ածանցալը 0 կետում։ Ես գիտեմ, որ j-ի ածանցալը 0 կետում հավասար է 1-ը բաժանած f-ի ածանցալին 0 կետում, որտեղ j0-ն հավասար է 0-ի, հակադարձ ֆունկցիայի թեորեմը, ուսում եմ բոլորը հիշում են, տալիս է ոչ միայն հակադարձ ֆունկցիայի գոյությունը, այլև տալիս է ածանցալի արժեքը, որովհետեւ գտնեմ ածանցալը ինչ որ կետում, պետք է վերցնեմ 1-ը բաժանեմ f-ի ածանցալին այդ իմ կետին համապատասխան կետում։ Մի խոսքով, թողնում եմ ձեզ ինքնուրույն այս բանը վերհիշելու, այսինքն ես ստացվում է 1-ը բաժանած քառակուսի արմատ ու 2 շտրիխ 0, քանի որ
Դա էր արժեքը f-ի երկրորդ ածանցալի։ F-ի ածանցալի։ Վերջ սրանով ապացույցն ավարտվում է։ Այսինքն մենք բերեցինք, եկանք մի հավասարման, որը լոկալ լուծեցինք հակադարձ ֆունկցիայի թեորեմի միջոցով։ Շատ լավ, կան հարցեր սրա մասին, Մորսիլեմի հարցի մասին։ Դե եթե Մորսիլեմի մասին հարցեր չկան, ուրեմն հիմա վերադառնանք մեր պարբերությանը։ Մենք ունեինք այս բանաձևը, մենք ուզում ենք գտնել t-ի արժեքները, երբ n մոտենում է եզրոյին, այսինքն ուքսին։ Ուրեմն եկեք մի հատ էլ գրենք այդ, ուրեմն t-ն հավասար է երկու անգամ ինտեգրալ x մինուս y-ից x պլյուս y dx բաժանած քառակուսի արմատ երկու անգամ y հանած ու x, որտեղ x մինուսը և x պլյուսը հետևյալ հավասարման լուծումներն էին, ու x-ը հավասար է y-ի։ Ընդ որում y-ի մասին ես գիտեմ, որ ինքը մեծ է եզրոյից, բայց շատ փոքր է։ Հիմա Մորսի լեմը մենք ինչի համար ապահովեցինք։ Մենք Մորսի լեմը ապահովեցինք, որ ստեղ անենք փոփոխականի փոխարինում։ Այսինքն ստեղ անում եմ x-ը հավասար է jy փոփոխականի փոխարինումը։ Ես գիտեմ, որ այն x-ը ստեղ մնում է x-ի փոքր շրջակայքում, չէ՞, մենք նայում էինք x-ի շրջակայքում ինչ է տեղի ունենում, իսկ x-ի փոքր շրջակայքում ես կարող եմ անել այս տեսակ փոփոխականի փոխարինում։ Ուրեմն կստացվի երկու անգամ, եկեք գրենք դե x մինուս և x պլյուսը ինչ որ տեղ կգնանք, եկեք դրանց անուն դնենք y մինուս և y պլյուս։ dx-ը կդառնա g' y dy, իսկ հայտարարում կմնա ուրեմն երկու անգամ y հանած ու x-ը ինչ կլինի, ու x-ը կլինի y0, որտեղ պետք է վերցնեմ ու-ի արժեքը քսի կետում, այսինքն կստացվի y0 և հանած 1/2 y քառակուսի։ Հիմա նախ մի հատ հասկանանք ովքեր են y մինուսը և y պլյուսը։ Ուրեմն y մինուսը և y պլյուսը, ես գիտեմ, որ ուն, եթե վերցնում եմ x պլյուս կամ մինուս y կետում, ստանում եմ y։ Հիմա այս փոփոխականի փոխարինում եմ արել, ասել եմ, որ այս x պլյուսը և x մինուսը հավասար է ինչ-որ ժեն հաշված y պլյուս մինուս կետերում, եկեք են չգրեմ, բոլորը բնականաբար կախված են y-ից։ Հիմա եթե տեղադրեմ սրա մեջ, կստացվի ու y պլյուս մինուսը հավասար է y-ի, բայց ու y-ը ինչի էր հավասար։ Հավասար է y0 գումարած 1/2 y քառակուսի։ Այսինքն ձախ մասում ես ունեմ y0 1/2 y քառակուսի, որը պետք է հավասար լինի y-ի։ Ստեղից մի անգամից եզրակացնում եմ, որ y պլյուս մինուսը, որոնք կախված են y-ից, հավասար է ինչ, կլինի y հանած y0, երկու անգամ y հանած y0 ու քառակուսի արմատ, պլյուս կամ մինուս քառակուսի արմատ, երկու անգամ y հանած y0։ Այսինքն մենք ստեղ ինչ-որ լրացուցիչ ֆունկցիա ստացանք, բայց շատ բաներ մեզ համար պարզացան, համ այս ինտեգրման միջակայքը պարզ դարձավ, համ էլ ինտեգրվող ֆունկցիան պարզ դարձավ։ Մեկ է շարունակենք, ստեղ շարունակում ենք, ես հավասար է,
Ուրեմն երկու անգամ ինտեգրալ S2-ը, այսինքն պլյուս մինուս քառակուսի արմատ երկու անգամ e հանած եզրո եւ ստեղ պլյուս քառակուսի արմատ երկու անգամ e հանած եզրո։ J' y-ի մասին մենք շատ բան չգիտենք, բայց կարող ենք գրել հետևյալը, որ J' հավասար է իր արժեքը 0 կետում, J'-ը 0 կետում ու 1 գումարած փոքրո 1-ից։ Դե փոքրոն 1-ից ֆունկցիա y-ից։ Եվ դե y, ստեղ ինչ է ստացվում, ուրեմն ստացվում է երկու քառակուսի արմատ, երկու անգամ e հանած եզրո եւ հանած y քառակուսի։ Ուրեմն եկեք ես փոքր o 1-ի փոխարեն ես գրեմ y, որը կախված է x-ից, որովհետեւ մեզ հիմա մի քիչ պետք է գալու, այս ինչ գիտեմ y ֆունկցիա, r ֆունկցիայի մասին, առանձնապես շատ բան չգիտեմ, բայց գիտեմ, որ ինքը ձգտում է 0-ի, երբ y-ը ձգտում է 0-ի։ Հիմա ստեղանանք եւս մի փոխարինում, y-ի անուն դնենք այս գործակցի քառակուսի արմատը, երկու անգամ e հանած եզրո քառակուսի արմատ, անգամ մի հատ s, ոնց որ նախորդ անգամ։ Ինչ կստացվի, ուրեմն dy-ը ուրեմն ստեղ որ դնում եմ սա դնում եմ սրա փոխարեն, s բարձրանում է քառակուսի, տալիս է s թիվը, սա կարող եմ հանել ընդհանուր, բայց մի հատ այդ տեսակ նույն թիվն էլ ստեղ dy-ից է դուրս գալիս, այսինքն այս ամեն ինչը կրճատվում է։ Հա, ուրեմն ինտեգրման միջակայքը դառնում է -1-ից 1։ Քանի որ որպեսզի ստանամ սա, պետք է s-ը հավասար լինի 1-ի։ Ուրեմն այս ամեն ինչը տալիս է երկու անգամ ինտեգրման միջակայքը -1-ից 1, J'0-ի արժեքը ես գիտեի, ինքը հավասար էր այս սրան։ Հետևաբար կարող եմ անել սա, այս երկուսը մի քիչ վերև բարձրացնեմ, երկուսը բաժանած քառակուսի արմատ ու երկու շտրիխը 0 կետում, ինչ մնաց ինտեգրալի տակ, մնաց 1 գումարած r-ը ես պետք է հաշվեմ քառակուսի արմատ երկու անգամ e հանած եզրո անգամ s կետում, բաժանած, դեստեղ բան չմնաց, մնաց քառակուսի արմատ 1 հանած s քառակուսի ds։ Ես տեսնում եմ, որ ունեմ ստեղ անդամ, s-ը փոխվում է -1-ից 1, y-ն էլ ձգտում է եզրոյի, այսինքն երբ y-ն ձգտում է եզրոյի, սա դառնում է փոքր o 1-ից ինտեգրալի հետ միասին։ Իսկ ես առաջի անդամը ես արդեն հաշվել եմ, իր արժեքը հավասար է π-ի, այսինքն եզրակացությունը հետևյալն է, որ t-ն հավասար է 2π-ն բաժանած քառակուսի արմատ ու երկու շտրիխը 0 կետում եւ 1 գումարած փոքր o 1-ից, երբ է սա ճիշտ, երբ y-ն ձգտում է եզրոյի, մնալով բնականաբար եզրոյից ավելի մեծ։ Սրանով մեր հաշվարկը ավարտվում է։ Մի քիչ կարող է երկար էր, բայց հուսով եմ կարողացա մտահղացումները բոլորը մանրամասնել։ Արդյոք կան հարցեր սրա մասին։ Շատ լավ, եթե հարցեր չկան, ուրեմն անցնենք, այսինքն մենք բավական մանրամասն ուսումնասիրեցինք ազատության մեկ աստիճանով համակարգերը։ Սրա նպատակը այն է, որ նախապատրաստենք կենտրոնական դաշտերում
շարժումներ ուսումնասիրելու, որտեղ կենտրոնական դաշտերում շարժումները գոնե խնդիրների մի մասը բերվում են ազատության մեկ աստիճանով խնդիրների։ Բայց եւս մի հարց կա, այսինքն մինչև հիմա մենք ըստ էության նայում ենք այն դեպքերը, երբ պոտենցիալը ձգտում էր անսահմանության, երբ x-ը ձգտում էր անսահմանության։ Հիմա հարց է առաջանում, թե իսկ լավ, եթե չկա, ինչ կարող է տեղի ունենալ։ Ուրեմն կարող է տեղի ունենալ այն, որ լուծումները որոշված չեն լինի բոլոր տեղերի համար։ Ուրեմն եկեք քննարկենք հետևյալ հարցը։ Ուրեմն հաջորդ բաժինը ֆազային հոսք, ելի այդ նույն հավասարումների համար, ֆազային հոսք։ Ուրեմն ֆազային հոսքի մասին խոսում են դիֆերենցիալ հավասարումների դասընթացի ժամանակ։ Այսինքն, եթե մենք ունենք ինչ-որ դիֆերենցիալ հավասարում, x կետով հավասար է vx-ի, որտեղ x-ը հիմա փոխվում է, ասենք, ինչ-որ մի RD տարածության մեջ, եթե մենք տալիս ենք սկզբնական պայմանը, x-ը ասենք 0 կետում հավասար է x0-ի, ապա կարող ենք կառուցել լուծում φ, որը որոշված է ընդհանրապես ասած ինչ-որ վերջավոր միջակայքում, այսինքն պարտադիր չի, որ ստացված լուծումը, այս x0 կետին համապատասխան որոշված լինի ամբողջ ուղղի վրա։ Օրինակ ամենապարզ օրինակը, եթե x կետովը հավասար է x քառակուսու։ Եթե սա անջատվող փոփոխականներով հավասարում է լուծենք, կստանանք, որ լուծումը ամենուրեք որոշված չի։ Չկա, բացի 0-ական լուծումից մնացած բոլոր լուծումները որոշված են վերջավոր միջակայքում։ Հիմա եթե ստացվում է հենց, որ t մինուսը հավասար է մինուս անսահմանության, t պլյուսը հավասար է պլյուս անսահմանության, ապա բոլոր ցանկացած x0-ի համար, ապա մենք կարող ենք սահմանել այն, ինչ որ անվանում են ֆազային հոսք, այսինքն սահմանել ЖT արտապատկերումները, որոնք գործում են RD-ից RD, եւ x0 սկզբնական պայմանին համապատասխանության մեջ են դնում φ t x0 կետը, որտեղ φ t x0-ն սա հենց այս խնդրի լուծումն էր։ Սեղճացի ով է v-ն, v-ն ինչ որ վեկտորական դաշտ է, ողորկ վեկտորական դաշտ է։ Այսինքն ֆազային հոսքը այդ պարզապես կոշու խնդրի լուծումն է տալիս։ x0 կետին համապատասխանության մեջ է դնում լուծումը t պահին։ Հիմա հարց է առաջանում, ինչ պայմանի դեպքում ազատության մեկ աստիճանով հավասարումների համար մենք կարող ենք երաշխավորենք, որ կա ֆազային հոսք։ Նա սկսենք մի օրինակից։ Մինչև հիմա մեր բոլոր պոտենցիալները, այսինքն անբացահայտ ձևով մենք ասում ենք, որ իրանք գոնե ներքևից սահմանափակ են, հիմա նայենք պոտենցիալ, որը սահմանափակ չի ներքևից։ Եկեք նայենք ux-ը հավասար է մինուս x-ի 4 աստիճան։ Այսինքն այս պոտենցիալը ունի հետևյալ տեսքը, կարող ենք փորձել նույն բանը անել, բայց նախ տեսնում ենք, որ ստեղ ընդհանրապես փակ հետագծեր չկան։ Եթե մենք անում ենք այն, ինչ որ նախորդ անգամ էինք անում, վերցնում ենք էներգիա ինչ որ մակարդակ, չգիտենք ստեղ այս մակարդակին համապատասխան փորձենք հետագիծը գծել, տեսնենք, որ ստեղից ինչ որ սկսի շարժվել, ուրեմն ինչ պետք է լինի, պետք է լինի y քառակուսին հավասար է 2 անգամ e գումարած x-ի 4 աստիճան։ Այսինքն
Y-ը իրան պետք է պահի մոտավորապես ոնց որ քառակուսի արմատ երկու անգամ e գումարած x-ի 4 աստիճան, այսինքն ոնց որ x քառակուսին։ Հիմա s կետում ինքը բնականաբար դառնում է 0, s կետում ունի s տեսքը, բայց հետո ավելի ուշ ինքը իրան պահելու է ոնց որ x քառակուսին։ Չորս տեսեք բան է ստացվում։ Հիմա հարց է ծագում ես, արդյոք ես հետագիծը որոշված կլինի բոլոր տեղերի համար, որպես ֆունկցիա y-ից եւ x-ից ինչ որ բան կստանանք։ Այսինքն ինչ որ ստանում ենք այս ֆունկցիան։ Վերևի ճյուղը կհամապատասխանի պլյուս նշանին, ներքևի ճյուղը կհամապատասխանի մինուս նշանին։ Բայց հարցն ուրիշ է, արդյոք բոլոր տեղերի համար մեր լուծումը որոշված կլինի։ Հիմա այս բնորոշ կոնկրետ այս ֆունկցիայի համար բոլոր լուծումները ոչ մի լուծում չկա, որ բոլոր տեղերի համար որոշված է։ Ուրեմն դրա համար վերհիշենք, որ այստեղ y-ը մեր հենց x-ի ածանցալն էր։ Եկեք, որպեսզի պարզ լինի ամեն ինչ, վերցնենք n մեծ կամ հավասար է 0-ից։ Փոքրի համար էլ է ճիշտ, ուղղակի n մեծ կամ հավասար է 0-ի դեպքում ավելի հեշտ է ապացուցը, դե մյուս դեպքում էլ բարդ չի, ուղղակի պետք է մի քիչ մի երկու փաստարկ ավելացել։ Ուրեմն ենթադրում ենք, որ n մեծ կամ հավասար է 0-ից, ընդհանրապես պարտադիր չի էս, ուղղակի որպեսզի մի քիչ ավելի կարճ լինի։ Այդ դեպքում ինչ ենք ստանում։ Այդ դեպքում ստանում ենք, որ x կետով քառակուսին պետք է հավասար լինի երկու անգամ e գումարած x-ի 4 աստիճան։ Որպեսզի ընդհանրապես չմտածենք, թող լինի խիստ մեծ 0-ից։ Ուրեմն հիմա նայում ենք մի կետ, որտեղ x-ի ածանցալը մեծ է 0-ից։ Այսինքն պետք է վերցնենք սկզբնական պայմանը։ Սկզբնական պայմանը վերցնենք, օրինակ x-ը հավասար է ներպես ասացի, որ ցանկացած լուծում է ձգտում։ Լավ, եկեք այս լուծումները նայենք։ X-ը 0 կետում թող հավասար լինի 0-ի եւ x-ը 0 կետում, x-ի ածանցալը 0 կետում լինի ինչ որ մի թիվ, ասենք y0, որը մեծ է 0-ից։ Այսինքն x-ի ածանցալը մեծ է 0-ից։ Հիմա եթե x-ի ածանցալը մեծ է 0-ից, ապա x-ը պետք է բավարարի հետևյալ հավասարմանը, քառակուսի արմատ երկու անգամ e գումարած x-ի 4 աստիճան, քանի որ ածանցալը մեծ է 0-ից, գոնե փոքր շրջակայքում պետք է տեղի ունենա այս հավասարումը։ Բայց այդտեղ տեսնում ենք, որ սա աճող ֆունկցիա է ըստ x-ի, այսինքն եթե x-ի ածանցալ դրական է, x-ը աճում է, մի խոսքով հեշտությամբ համոզվում ենք, որ այս ֆունկցիան երբեք այլևս 0 չի դառնա։ Քանի որ ինքը սրա լուծում է, եթե x-ը դրական է, ապա այս x-ը չի նվազում, այս դառնում է ավելի ու ավելի մեծ։ Բայց մյուս կողմից, քանի որ n դրական է, մենք կարող ենք ասել, որ սա ավելի մեծ է կամ հավասար, եթե n փոխարինենք 0-ով, կստացվի քառակուսի արմատ 2 x քառակուսի։ Ուրեմն դիֆերենցիալ հավասարումների դասընթացի մեջ մի այս տեսակ թեորեմ են ապացուցում։ Ուրեմն թեորեմ ինքը շատ բնական է, բայց ապացույցը մենք չի որ լրիվ ակնհայտ է, պետք է մի փոքր փաստարկի պետք։ Ուրեմն թեորեմ մի չափանի դիֆերենցիալ հավասարումների մասին է խոսքը։ Ուրեմն դիցուք ունենք v ողորկ ֆունկցիա եւ նայում ենք երկու ֆունկցիա phi եւ psi, որոնք c1 դասից են ինչ որ 0 հատվածի վրա։ Մի քիչ ներքևի չստեմ։ c1 դասից են 0 հատվածի վրա։ Ընդ որում phi-ն բավարարում է
V-ով սահմանված դիֆերենցիալ հավասարմանը իսկ փսին շնչով իսկ փսին բավարարում է V-ով սահմանված դիֆերենցիալ անհավասարությանը։ Այսինքն մեկը հավասար է, մյուսը փոքր կամ հավասար է։ Ու ունեն նույն սկզբնական պայմանը։ Ուրեմն ապա ֆիտեն փոքր կամ հավասար է փսի տեից ցանկացած տեի համար 0 տե միջակայքում։ Թվում է թե ակնհայտ է ինչ կա տեղափոխելու, եթե ֆին ու փսին սկզբնական կետում հավասար են, ֆիի ածանցալն էլ փսի ածանցալից փոքր է, ապա բնականաբար փսին ավելի մեծ կլինի, բայց ֆիի ածանցալը չի փոքր։ Ես վերցրել եմ դե ֆի ածանցալի համար պարզ է ինչ է ստեղծված, ես չեմ կարող ասել, որ այս v ֆիտեն միշտ ավելի փոքր է, քան v փսիտեն, որովհետև եթե փսին մեծանում է, կարող է ինչ-որ միտեղ v-ն փոքրանա, ոչ մի բան չգիտեմ այս v-ի պահվածքի մասին։ Այսինքն, իհարկե, ստեղից եզրակացություն անելու համար այս թեորեմը առանձնապես պետք էլ չի, որտեղ մենք կարող ենք բաժանենք, ինտեգրենք մի բան կստացվի։ Բայց որպեսզի գաղափարական տեսակետից հասկանանք, թե ինչ է տեղի ունենում, ավելի ճիշտ է այս թեորեմով անցնել։ Այսինքն, ունենք երկու ֆունկցիա, մեկը դիֆերենցիալ հավասարման լուծում է, մյուսը դիֆերենցիալ անհավասարությանն է բավարարում։ Եթե սկզբնական կետում հավասար են, ապա միշտ կունենանք այս անհավասարությունը։ Ընդ որում չենք կարող ասել, որ v ֆիտեն միշտ փոքր է v փսիտեից, քանի որ արգումենտները տարբեր են։ Մի խոսքով, առաջարկում եմ ինքնուրույն մտածել սրա մասին, եթե մինչև հիմա չեք տեսել, եթե հարցեր լինի կարող ենք քննարկել։ Հիմա եկեք օգտագործենք այս բանը։ Ստեղ ունենք s, մենք գիտենք, որ լուծում բավարարում է այս անհավասարությանը։ Բայց մի քիչ առաջ հիշատակել էինք, որ այս համապատասխան հավասարության համար, եթե ունեմ psi կետովը, phi կետովը հավասար է քառակուսի արմատ phi քառակուսի, ապա բոլոր լուծումները վերջավոր ժամանակում ձգտում են անսահմանության։ Եթե ես ունեմ, որ phi 0-ն մեծ է 0-ից, ապա գոյություն ունի վերջավոր t, նենց որ φ-ն կձգտի պլյուս անսահմանության, երբ t-ն ձգտում է t-ին ձախից։ Դե, քանի որ սրա համար տեղի ունենում պայթյուն, սրա համար էլ պետք է տեղի ունենա համաձայն այս թեորեմի։ Այսինքն, ֆազային հոսք այս տեսակ պոտենցիալի համար որոշված չի։ Իրականում կարելի է ցույց տալ, որ բոլոր լուծումները վերջավոր ժամանակում բացի զրոյական լուծումից, այսինքն բացի այն լուծումից, որը համապատասխանում է այս կետին մի հատ լուծում է համապատասխանում։ Ուրիշ ստացիոնար լուծում չկա ու բոլոր լուծումները վերջավոր ժամանակում ձգտելու են անսահմանության։ Պետք է իրոք մանրամասն այս օրինակը նայել, տեսնել ինչ է տեղի ունենում, մասնավորապես ապացուցել, որ ե-ի ցանկացած արժեքի դեպքում այս բանը տեղի ունի։ Շատ լավ, հիմա վերադառնանք այս բացական արդյունքներ, հիմա վերադառնանք դրական արդյունքին։ Արդյոք ինչ որ մի պայման կա, որը մեզ կարող է երաշխավորել ֆազային հոսքի որոշված լինելը։ Արդյունքը իրականում շատ պարզ է, թեորեմ։ Դիցուք
գոյություն է այնպիսի C, որ ցանկացած x-ի համար r-ից ու x-ը մեծ կամ հավասար է c-ից, ապա x երկու կետով հավասար է մինուս ու շտրիխ x հավասարումն ունի ֆազային հոսք։ Այսինքն պայթյուն տեղի ունենալ չի կարող։ Ուրեմն ոնց ենք ապացուցում սա։ Դրա համար պետք է ևս մի արդյունք վերհիշել սովորական դիֆերենցիալ հավասարումներից։ Եկեք մի հատ էլ գրեմ այդ բանը, x կետովը հավասար է vx եւ ունենք սկզբնական պայման x 0 կետում հավասար է x0-ի։ Ուրեմն դիֆերենցիալ v-ն ինչ որ ֆունկցիա է, որը c1 դասից է թող լինի rd տարածության մեջ, որպեսզի հեշտ լինի ձևակերպել։ Ուրեմն դիֆերենցիալ հավասարումների դասընթացում ապացուցում է հետևյալ արդյունքը, որ որպեսզի ավելորդ ուրեմն ցանկացած x0-ի համար գոյություն ունի t մինուս t պլյուս միջակայք, որը պարունակում է 0 կետը, և գոյություն ունի phi ֆունկցիա, որը c1 դասից է s միջակայքի վրա, t մինուս t պլյուս միջակայքի վրա, արժեքները ընդունում է հերդեում, այնպես որ phi-ն, թող այս համակարգի անուն լինի 1, phi-ն 1-ի մաքսիմալ լուծում է։ Ինչ է նշանակում մաքսիմալ լուծում։ Մաքսիմալ լուծումը նշանակում է, որ ես չեմ կարող այս լուծումը շարունակեմ սրանից t պլյուսից աջ և t մինուսից ձախ։ Այսինքն գոյություն չունի։ Ինչ է նշանակում մաքսիմալ։ Մաքսիմալ նշանակում է, որ գոյություն չունի psi ֆունկցիա, որը որոշված է t մինուս շտրիխ t պլյուս շտրիխ միջակայքում, այսինքն նշանակում է հետևյալը, որ եթե, եկեք սենց գրեմ, եթե psi-ն 1-ի լուծում է, ապա այս t մինուս t պլյուսը պարտավոր է ընկածնել t մինուս t պլյուսի մեջ, ապա t մինուս շտրիխ t պլյուս շտրիխը ընկած է t մինուս t պլյուսի մեջ։ Այսինքն ես չեմ կարող գտնել լուծում, որը որոշված է t պլյուսից աջ և t մինուսից ձախ, կամ t մինուսից ձախ։ Եթե ես ինչ-որ մի ուրիշ լուծում եմ գտել, իսկ լուծում նշանակում է որոշման տիրույթ և ֆունկցիա, ցանկացած ուրիշ լուծման համար միջակայքը ավելի փոքր է, այսինքն ընկած է սրա մեջ։ Կարող է t պլյուս հավասար լինի t պլյուս շտրիխի, այդ դեպքում t մինուսը պետք է ավելի մեծ լինի։ Մաքսիմալ լուծումը դա է, որ ամենաերկար ապրող լուծումն է։ Հիմա, ինչ է ասում թեորեմը, դիֆերենցիալ հավասարումների դասընթացում ապացուցող, ուրեմն առաջինը ասում է, որ առաջի կետը ինքը ասում է, որ գոյություն ունի այս տեսակ լուծում, մաքսիմալ լուծում, և երկրորդ կետը
ասում է հետևյալը, որ կամ T պլյուսը հավասար է պլյուս անսահմանության, T մյուսն էլ հավասար է մինուս անսահմանության, կամ այս մաքսիմալ լուծումը ձգտում է պլյուս անսահմանության, երբ t-ն ձգտում է t պլյուսին ձախից։ Այս մյուս դեպքում էլի նույն բանն է, φ t-ն ձգտում է պլյուս անսահմանության, երբ t-ն ձգտում է t մինուսին աջից։ Մի հատ եկեք փորձենք հասկանալ ինչ է ասում թեորեմը։ Թեորեմի առաջին մասը ասում է շատ բնական բան։ Դիֆերենցիալ հավասարումը որոշում է լուծում, բայց ասում է նաև, որ գոյություն ունի մաքսիմալ լուծում, այսինքն լուծում, որը հնարավոր չի շարունակել ոչ աջ, ոչ ձախ։ Թեորեմի երկրորդ մասը մի քիչ ավելի ոչ տրիվիալ բան է ասում։ Ինքը ասում է, որ չի կարող այս լուծումը որոշված չլինել ամբողջ ուղի վրա, եթե ինքը վերջավոր ժամանակում չի պայթում։ Այսինքն, հետևանք, հետևանք։ Եթե գոյություն ունի C կախված t-ից ֆունկցիա, այնպիսին, որ եկեք գրենք սենց մաքսիմումը մաքսիմումը t-ի վրա 0-ից t հատվածում φ t-ի փոքր կամ հավասար է c t-ից, ցանկացած φ լուծման համար ապա t պլյուսը, այս x0-ին համապատասխանող հավասար է պլյուս անսահմանության։ Մի հատ եկեք հասկանանք ինչ է ստեղ գրած, որտեղ մի քիչ պարզ չի ինչ է գրած։ Ես ասում հետևյալը. ես չեմ քննարկում այն հարցը, թե արդյոք լուծումը գոյություն ունի մինչև պլյուս անսահմանության։ Ես ասում եմ, ենթադրենք գտել եմ ինչ-որ մի լուծում։ Ու ենթադրում եմ, որ այդ լուծումը մնում է սահմանափակ 0 հատվածի վրա։ Ես լուծման գոյություն դեռ չեմ քննարկում, ասում եմ, ենթադրենք գտել եմ, այդ դեպքում լուծումը մնում է սահմանափակ։ Ուրեմն, եթե սա ճիշտ է ցանկացած t-ի համար, ապա t պլյուսը հավասար է պլյուս անսահմանության։ Այսինքն, որպեսզի ես ցույց տամ, որ դիֆերենցիալ հավասարումը լուծումը կարելի է շարունակել մինչև պլյուս անսահմանություն, բավական է ստանալ պարզապես այս տեսակ գնահատական ցանկացած t-ի համար։ Այսինքն, լուծման գոյությունը, ֆազային հոսքի գոյությունը ես բերեցի ապրիոր գնահատականին։ Ես չեմ փորձելու կառուցել լուծում, ես ասում եմ դիցուք ես լուծումը կառուցել եմ։ Եթե հանկարծ տենց է ստացվում, որ դրանք մնում են սահմանափակ, ապա հաստատ կարող եմ ասել, որ մաքսիմալը մինչև վերջ որը կարելի է շարունակել։ Մտածեք սրա մասին, եթե մինչև ես չեք տեսել, ու եթե հարցեր լինեն, կարող ենք քննարկել, բայց այս ֆունդամենտալ արդյունք է, որը ասում է, որ սովորական դիֆերենցիալ հավասարումների պարագայում լուծումը շարունակելու հնարավորությունը այդ նույնն է, ինչ որ ապրիոր գնահատական։ Հիմա վերադառնանք ես մեր թեորեմին, ասում է, եթե պոտենցիալը ներքևից սահմանափակ է, ապա բոլոր լուծումները շարունակում են։ Այս հետևանքի համաձայն, ուրեմն թեորեմի ապացույց ուրեմն այս հետևանքի համաձայն բավական է ստանալ ապրիոր գնահատական։
Լուծման նորմի գնահատական։ Դե ինչ գիտեինք։ Մենք գիտեինք, որ 1 երկրորդ x կետով քառակուսի գումարած ux-ը հավասար է y-ի։ Ցանկացած լուծում բավարարում է սրան։ Մասնավորապես տեղից ստանում եմ ուն տանենք աճմաս, ստանում եմ, որ x կետով քառակուսին, ուրեմն ինքը հավասար է 2 անգամ y հանած ux, բայց ux-ը ներքևից սահմանափակիր c-ով։ Եթե ux ներքևից է սահմանափակ, սա կլինի վերևից սահմանափակ։ Փոքր կամ հավասար է 2 անգամ y հանած c։ Ուրեմն n ինչ որ ստացվում է աճ մասում, ասենք սրա անուն դնենք k, թիվ է, որը կախված է միայն սկզբնական պայմանից։ Հետևաբար, ուրեմն ածանցյալի համար ես արդեն իսկ գնահատական ստացա, ինքը փոքր է քառակուսի արմատ k-ից։ Սա ճիշտ է ցանկացած t-ի համար։ Այսինքն, որտեղ որ լուծում որոշված է, սա ճիշտ է։ Ասենք 0t գրենք։ Կամ մինուս tt, ինքը նաև բացականների համար է ճիշտ։ Բայց եթե ունենք ֆունկցիա, որի ածանցյալը սահմանափակ է, ապա կարող ենք ասել հետևյալը, որ x-t-ն փոքր կամ հավասար է սկզբնական կետ գումարած քառակուսի արմատ անգամ k, քառակուսի արմատ k-ից անգամ t։ Ուրեմն սա էլ է ճիշտ ցանկացած t-ի համար, մինուս t-ից t։ Ես ստացա լուծման համար, ես ստացա ապրիոր գնահատական, ցանկացած լուծում բավարարում է սրան։ Հետևաբար կարող եմ եզրակացնել, որ բոլոր լուծումները որոշված են բոլոր t-երի համար։ Հետևաբար հավասարումը սահմանում է ֆազային հոսք։ Արդյոք կան հարցեր սրա մասին։ Շատ լավ։ Դե եթե չկան հարցեր, ապա այսօր սրանով կսահմանափակվենք։ Այս սրանով պաստորեն մենք ավարտեցինք բանը ազատության 1 աստիճանով համակարգերի ուսումնասիրությունը։ Հաջորդ անգամ սկսենք ազատության 2 աստիճանով համակարգեր ու տեսնենք, որ այս դեպքում արդեն բանը շատ ավելի բարդ է, խնդիրը շատ ավելի բարդ է։ Ի տարբերություն 1 աստիճանով խնդիրների համար, սրանց համար առանձնապես շատ բան չենք կարող ասել։ Պետք է ավելի կոնկրետ խնդիրներ ուսումնասիրել։ Դե, եթե հարցեր չկան, ապա այսօր այսքանը, սեստին բոլորին կհանդիպենք հաջորդ կիրակի։